դիտորդ, այսօր ուզում եմ խոսել 27 թվանշանի մասին, ուրեմն 27 թիվը առանձին որպես արկան չի դիտարկվում, քանի որ համակարգում մենք ունենք ընդամենը 22 արկան։ Նման դեպքերում ըստ մեթոդի, ըստ թվագիտական կանոնների մենք բաղադրիչները գումարում ենք իրար և դարձնում ենք միանիշ թիվ։ Եվ սա նշանակում է, որ 2-ին գումարած 7 հավասար է 9-ի։ Եվ դա համապատասխանում է մեր 9-րդ արկանի ճգնավորին։ Եվ խոսենք տարբեր սֆերաների մասին, 27 և 9 արկանը շատ նման են իրար թվագիտության մեջ, բայց իրենցից տարբերվում է շատ խիստ 18-րդ արկանը։ Եթե մենք 9-ում գումարելու հանելու ոչինչ չունենք, 27-ում արդեն 22 արկանից հետո արդեն միանիշ ենք դարձնում թվերը, այնտեղ արդեն անպայման պետք է գումարենք, այս արկանը մնում է անձեռնամխելի և սրան պետք չի ձեռք տալ, և սա երբեք չի կարող լինել 9։ Երբեք, ուրեմն եթե թվագետները ասում են, որ սա է, սա նա է, ուրեմն իրանք ոչինչ չեն հասկանում և ամոթ է, իրանք ոչ մի թվագիտական այսպես գիտելիք չունեն։ Կամ իրանց համար հեշտ է գլուխ գովալը, ընդհանրապես հեշտ է, կամ իրանք իրականում չեն հասկանում ինչ են խոսում։ Հիմա ես խոսեմ 27 թվի մասին, ուրեմն ունեն լավ ինտուիցիա, զգում են մարդկանց և իրավիճակները, ըստ իրանց բնավորության տաղանդների։ Բավականին գաղտնապահ են և առանձնանում են իրենց լռությամբ։ Ունեն հավատարմություն ընկերների մեջ, կարող են լինել լավ խորհրդատու իրենց ընկերների համար և կարող են լինել այսպես շատ հավատարիմ։ Եթե վերցնենք իրենց աշխատանքը, ուրեմն դուր են գալիս իրենց աշխատել առանձին, առանց աղմուկի։ Լավագույն ոլորտներն են հետազոտություն, գրականություն և նաև բժշկություն։ Փողի հանդեպ ունեն մեծ կապվածություն։ Փողը ձեր համար նպատակ չէ, այլ արտահայտման ինչ-որ միջոց։ Ուրեմն սիրում են փորձի փոխանակում, կարող են գումար վաստակել և ձեր գիտելիքները ուրեմն կարող եք ուրիշներին սովորեցնել։ Դուք կարող եք հենց այդ ձևի գումար աշխատել։ Սիրո և հարաբերությունների մեջ դանդաղ են ընտրություն անում, այդպես արագ որոշում չեն կայացնում ընտրության մեջ։ Երկար են փնտրում զուգընկերոջ, ունեն այսպես իրենց համար կարևոր է խորը հոգևոր կապը, ոչ թե միայն արտաքին կամ մարմնական կապը։ Հարաբերություններում ունեն անձնական տարածություն և սիրում են լինել անկախ։ Եթե սիրում են իրենք, ապա սիրում են անկեղծ և հավատարիմ են։ Իրենց առողջական էներգիան իրենց ուժը վերականգնում է բնության հետ շփվելուց կամ բնության մեջ գտնվելուց։ Թույլ կետերը, նյարդային համակարգն է, մեջքն և հոդերը։ Սթրեսը և երկար մտածելը կարող է վնասել նաև առողջությանը։ Եթե 27-երը որոշեցին, որ պետք է գնան մինուս էներգիայով, ապա աշխարհից լրիվ կտրվում են, փախչում են մարդկանցից, բացարձակ գոռոզ են դառնում, մտածում են, որ իրենք բոլորից խելացին են, չափից շատ ունեն կասկածամտություն և չեն վստահում մարդկանց։ 27-ն էր ձեր միսիան ճակատագրի մատրիցայում 9-րդ արկանի ճգնավորի էներգիան է։ Կյանքի առաքելությունը միսիան կայանում է գիտելիքի, իմաստության և հոգևոր արժեքները գնահատելու մեջ։ Ձեր գլխավոր առաքելությունը պետք է խորազուսվեք ձեզ ինքներդ հետազոտելու ոլորտի մեջ, դառնաք իսկական պրոֆեսիոնալ և փորձագետ մարդ։ Իմաստության փոխանցում ձեր հիմնական առաջադրանքն է կուտակած խորը գիտելիքը և կյանքի փորձերը տալ ուրիշներին։ Դուք պետք է լինեք ուղեցույց և ուսուցիչ մարդկանց համար, մարդկանց օգնել գտնել իրենց ճիշտ ճանապարհը և դա անել ձեր խորհուրդների միջոցով։ Դուք համարվում եք հին հոգի, ուստի դուք արդեն կարծես վերհիշում եք ձեր կյանքի փորձը և այդպես կարող եք օգնել
ուրիշների ուրեմն որպես էզոտերիկ համակարգի մեջ 27 թիվը շատ հզոր ուժ է, որովհետև այն համահունչ է 9-րդ արկանին եւ համարվում է 5 հոգի գիտելիքների պահապանների թիվն է սա համարվում, կրկնեմ, որը չես կարող ասել 18-ին, տեսնում եք, անգամ իրանք ոչ մի կերպ նման չեն, եթե այստեղ լուսավորվում է ամեն ինչ լուսնի լույսով, այստեղ լուսավորվում է մարդու ներքին լույսով, հա, իր ներքին ջահով, եթե այստեղ մենք տեսնում ենք բնազդը, կենդանին, շունը, կարիճը, ռակը կներեք, շունը, հա, այս ամեն ինչը կապ ունի լուսնի ցիկլի հետ, այստեղ մենք չենք տեսնում այդ ամեն ինչը։ Հասկացաք, այս մարդը ունի ներքին լույս, իսկ այստեղ կա լուսնի լույս, սա էլ կբացատրեմ, ու թող լսեն են մարդիկ, ովքեր չգիտեն, որ մեր ուղեղները ուղղակի տարակացրեցին այդ երկու թիվը անգիր անելով ու երևակայելով, հիմա շարունակեմ, էզոտերիկ տաղանդները այս երկու, այս 27-ի և 9-ի մեջ, տեսնել մարդկանց մեջ այն ինչ թաքնված է, այն ինչ ոչ ոք չեն կարող տեսնել։ Կապ տիեզերքի հետ, դուք պատասխանները ստանում եք ներսից ձեր լռության միջոցով, երբ լսում եք ձեր հոգու ձայնը։ Ձեզ համար շատ համահունչ է տառոլոգիան, տառո քարտերը, դուք լավ կարող եք մեկնաբանել, ուսումնասիրել կամ զգալ։ Մտքի մաքրությունը ձեզ համար շատ կարևոր է, որ ձեր միտքը մաքուր լինի։ Լինել լույս ուրիշների համար, բացահայտել գաղտնիքները, պահել էզոտերիկ կարևոր կանոնները, լինել իմաստուն, ոչ թե ճղճղալու մարդկանց քննադատելու մեջ, այլ հանգստության մեջ։ Տեսեք, այո, 9-րդ արկանը և 27-րդ արկանը խստիվ տարբերվում են մատրիցայում 18 արկանից։ Եվ էզոտերիկայի աշխարհում, չնայած որ 18-ը ունի նաև իր միստիկական մեկնաբանությունը, բայց երբեք չի կարող լինել 9, որովհետև ճգնավորը մնում է ճգնավոր, լուսինը մնում է լուսին։ 9-րդ արկանը այն մարդն է, ով փնտրում է ճշմարտությունը եւ լույսը եւ վառում է այն մթության մեջ, իսկ 18-րդ արկանը սա հենց ինքը մթությունն է եւ գաղտնիքները եւ երազները եւ ենթագիտակցությունները, սրանց կապը իրար հետ, որ կարողանում են մտնել մութ լաբիրինտներ։ Ուրեմն 18-րդ արկանը տալիս է ուժեղի երևակայություն եւ մտքով նյութականացնելու տաղանդ, իսկ 9-27-ը օգնում է դա անել խելացի եւ իմաստուն ձևով, ինչը որ չի կարող անել 18-րդ արկանը։ 18-ը կարող է բերել վախեր եւ կասկածներ, իսկ 9-ը իմաստությունը օգնում է հանգստանալ եւ հաղթահարել դրանք։ Տարբերությունը ակնհայտ է, չէ՞։ Մի տեղ 18 թիվը կարող է ունենալ ներքին տագնապներ, վախեր, անորոշություններ, ինչի՞ չէ նաև ընկնի բանի խապկանքի մեջ, ինչը չի կարող անել 9-րդ արկանը, 9 եւ 27-րդ արկանը։ Ահա, այսպես։ Հիմա 18-ը եւ 27-ը բոլորովին տարբեր էներգիաներ են, ինչպես տարբեր է նաև 9 և 18-ը։ Եթե վերցնենք մատրիցայում, 18-ը համարվում է առանձնահատուկ, այսպես ուժի նյութականացման և ենթագիտակցության արկան։ Հիմա ինչ եմ ուզում ես ասեմ, որ հիշեք, որ երբ որ մենք հասնում ենք մատրիցայում 22 թվանշանին, այնտեղ սկսում ենք գումարել, գումարված թիվը կարող է տալ առաջին միանիշ թվի արկանը, բայց երբ որ մենք հասնում ենք 22-ից ցածր, արդեն 10-ից բարձր կամ 10-ը մինչև արկանները, այնտեղ գումարելու կարիք չկա, ուստի հիշեք 9 մնում է 9, 27-ը իր առաքելությամբ, իր էությամբ շատ նման է 9-ի,
18-ը չի կարող լինել ոչ 27 եւ ոչ էլ 9։ Նույնիսկ այստեղ սիմվոլն է տարբեր, հա, այստեղ սիմվոլիկան արդեն տարբեր է։ Եվ եթե մենք նայում ենք Տարոյի ուրեմն պատկերագրության մեջ, ճգնավոր 9, լուսինը 18, քարտերի սիմվոլիկան բացարձակապես տարբեր աշխարհներ են ներկայացնում։ Այս ինչու եմ ես ասում, որտեղ գիտեմ, որ էջումս քնում են ու թող լսեն։ Ես մեկ անգամ եւս ապացուցեցի, որ եւ Խաբեբայեն, եւ ոչ մեկն են, ճգնավոր արկան է, գիտակցության լույս։ Այս քարտի սիմվոլիկան խոսում է ակտիվ որոնման, հստակության եւ ներքին ուժի մասին։ Լապտերը ձեռքի։ Սա գիտակցության, տրամաբանության, ճշմարտության լույսն է։ Ճգնավորը ինքն է վառում իր լույսը եւ դրանով լուսավորվում է իր ճանապարհը։ Նա գիտի, թե ուր է գնում։ Ձեռքի փայտը, գավազանը, սա հոգեվոր հենարան է, կյանքի փորձ եւ իմաստությունը։ Այն խորհրդանշում է, որ մարդը ամուր կանգնած է գետնին իր իմաստության շնորհիվ։ Իր գորշ թիկնոցը պաշտպանություն է արտաքին աշխարհի աղմուկից եւ պատրանքներից, ինչը որ չենք ասի այստեղ։ Եթե լուսինը 18-երը պատրանքների մեջ կարող են ընկնել ու դուրս չգան իրանց էգոյի պատճառով, ապա սա չի կարող լինել 9-ի դեպքում։ Իսկ լուսինը 18-րդ արկանը խոսում է անհայտության, զգացմունքների եւ տեսիլքների մասին, այստեղ մարդ չկա, կա միայն բնազդներ։ Լուսինը երկնքում այն չունի իր սեփական լույսը, այլ միայն անդրադարձնում է արևի լույսը։ Դրա համար էլ լուսնի լույսի տակ ամեն ինչ փոխվում է, պատրանքներ ու ստվերներ են առաջանում, սա ենթագիտակցության խորհրդանիշ է։ Գայլը եւ շունը խորհրդանշում են մարդու երկու կողմերը։ Շունը մեր ընտելացված հանգիստ բնավորությունը, իսկ գայլը մեր վայրի անկանխատեսելի բնազդներն ու վախերը։ Ջրից դուրս եկող խեց գետինը կամ կարիճը, սա մեր ամենախորը թաքնված վախերն են, որոնք հանկարծ դուրս են գալիս հոգու խորքից։ Երկու աշտարակները սահմաններ են ծանոթ աշխարհի եւ անհայտության մեջ, դրանք դարպասներ են դեպի միստիկայի ու կախարդանքի աշխարհներ։ Ճգնավորը հստակ գիտի իր քայլերը, իսկ լուսինը հրավիրում է լողալ զգացմունքների, գաղտնիքների անհատակ օվկիանոսում։ Հիմա հասկացաք, ինչու չի կարող լինել 9, 18, 18-ը 27, 27-ը 18, 27-ը կարող է լինել 9, բայց 18-ը չի կարող լինել ոչ 9 եւ ոչ էլ 27։ Այսպես են մեկնաբանում իսկական թվագետները թվերը, ոչ թե բոլորը այսպես։ Օրինակ, ոնց կարա լինի 8-ը, ընդունենք 17, մենք 8 տառոների 8-ը մեզ բերում է կամ սիլա կարտը, կամ սպրավիդլիվեստ կարտը, տարբեր դպրոցների համակարգով, եթե մենք հաշվենք։ Իսկ 17-ը աստղ է։ Չի կարող լինել այն 8 ոչ մի դեպքում։ Եվ չի կարող, ընդունենք, 26-ը լինել 17։ Այ 26-ը կարող է լինել 8, որովհետև մենք ունենք 22-ից բարձր արկան արդեն։ Դրա համար, երբ որ կտեսնեք, որ գրված է, ընդունենք 1-ը, 10-ը, կամ ընդունենք 3-ը, 12-ը, 21-ը, դա պրոֆեսիոնալ մոտեցում չի առհասարակ։ Մեր մոտ 21-րդը պավեշնի չի, եւ առավել եւս իշխանուհի չի, օրինակի համար։ Եվ իշխանուհին 21-րդ արկան չէ։ Այսպես։